Դարձյալ հյուրառում է արվել եկեղեցու թեմատիկայով, ձեռքի հետ էլ այսպես կպել են այն անձանց, որոնք փորձել են միջամտել թիրախավորմանը եկեղեցու։ Դե ձեռքի հետ չի, շատ ուժել կպել են։ Պարոն Շարմազանով, լավ, սրա հանգուցալուծումը որն է աշխարհը, երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է խոսում, մենք այստեղ քննարկում ենք։ Մենք չենք քննարկում, կապիտուլյանտն է քննարկում, ինքնաբերում թուրք-ադրբեջանական օրակարգ, սա Չարիքի հեղափոխության վերջին փուլն է, օրինակ ֆրանսիական հեղափոխությունում դա կոչվել է Յակոբինյան փուլ, Ռոբեսպիերյան փուլ, որտեղ պայքար է գնացել ազգայինի դեմ, եկեղեցու դեմ, արժեքների դեմ, նույնիսկ տոմարը փոխեցին, օրերը փոխեցին առանձին անվանումներով, բայց հետո Ռոբեսպիերը ունեցավ շատ տխուր ճակատագիր։ Բայց խնդիրը նրա մեջ է, որ Նիկոլ Փաշինյանը, ես մեկ անգամ չէ որ ասել եմ, տարիներ շարունակ ասում, այդ մարդը պատերազմը հայտարարել իր խմբակի հետ միասին Հայաստանի երրորդ հանրապետությանը։ Եվ կամ պետք է լինի ազգային դիմադրություն, կամ էլ կլինի այն ինչ-որ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Բարդ բան եմ ասում, միշտ էլ ասել եմ։ Կամ Հայաստանն է մնալու մեր պատկերացումների Հայաստանը, երրորդ հանրապետությունը, որտեղ անկախության հռչակագիրը ունի առանցքային տեղ ու նշանակություն, կամ էլ Նիկոլ Փաշինյանը կբերի Էրմենիստանի կամ վիլայեթացման գաղափարը։ Ինչպես է ստացվում, որ Փաշինյանը միշտ հաղթանակած է դուրս գալիս այդ պատերազմից։ Ես պետք է պատասխանեմ այդ հարցին։ Որպես ընդդիմադիր։ Ցավոք։ Պարոն Շարմազան, տարածաշրջանի ասենք դեռ։ Պարոն Շարմազան, տարածաշրջանային իրավիճակին անդրադառնալով, ովքեր են այսօր մեր հնարավոր դաշնակիցները առկա մարտահրավերները դիմագրավելու գործում եւ ինչ միջոցներով պետք է պայքարել, չգիտեմ, Իսրայել-Իրան հակամարտությունը ավելի սրել են մարտահրավերները, որոնք ունի Հայաստանը, հատկապես երբ որ Նախիջևանը այս պահին համարվում է ամենաթեժ կետերից մեկը, ոչ միայն զորավարժությունների առումով, այլև կուտակված զինտեխնիկայի, ասում են ճանապարհ են լայնացրել, ով է այսօր մեր դաշնակիցը, որ կարող ենք այս իրավիճակում դիմագրավել։ Նախ մենք պետք է հասկանանք, մենք պետք է հասկանանք, մենք ուզում ենք ազգային պետություն ունենանք, ուզում ենք անկախ պետություն ունենանք, ուզում ենք լինենք սուբյեկտ, թե ուզում ենք լինել Թուրքիայի կցորդը։ Գիտեք, իրավիճակը շատ բարդ է, ես չեմ ուզում էմոցիոնալ իրավիճակ, էմոցիոնալ գնահատականներ տամ, սա արդեն տարածաշրջանային պատերազմ չէ, սա գլոբալ պատերազմի է վերածվում եւ ակնհայտ է, որ Իրան-իսրայելական պատերազմի այսօր 5-րդ օրն է, Աստված մի օր ասա, եթե զարգացումները գնան, ես չեմ կարող ասել, թե ինչպիսի ոչ միայն տարածաշրջանային ռեգիոնալ, այլ նաեւ գլոբալ առումով ինչպիսի բացասական ու միգուցե կործանար հետևանքներ ունենան ոչ միայն տարածաշրջանային, այլ հենց մեզ համար։ Այդ դեպքում Հայաստանը այս պարագային, պարոն Շարմազանով, ինչպես պետք է դիրքավորվի։ Հայաստանը նախ եւ առաջ արդեն խնդրեմ ունի, որ այս իրավիճակներում Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարը, սա շատ բարդ է, բայց շատ բարդ է հիմա քննարկումները, ասենք մենք ունենք մի առումով իշխանություն, որը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ իրականացնում է ազգային քաղաքականություն, մյուս կողմից գլուխը կոխել է հողի մեջ եւ ասում է ոչ մի ես նոր ընթերցում էի Փաշինյանի թիմակիցների կարծիքները, հենց իրավիճակա ոնց որ կյանքն ուրախ, ապրուստը ձրի, ոչ մի վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է, հիշեցի են իրավիճակը, երբ որ պատերազմից առաջ 44-ը իրանց ֆրակցիայի ղեկավարն ասել էր արխային եղեք Թուրքիան չի խառնվի։ Ես մի կողմից պանիկայինել եմ դեմ Մերի ջան, պանիկա լավ բանի չի բերի, բայց այս իրավիճակում ունենալ նման էմոցիոնալ, նման չհաշկվարկված քայլեր կատարող վարչապետ, սա շատ վտանգավոր է։ Էլ չեմ ասում, որ այս փուլում պետք է հնչի միասնության կոչ, զսպվածության կոչ, իսկ Նիկոլ Փաշինյանը զսպվածության փոխարեն պատերազմը հայտարարում, եկեղեցին քիչ է, հիմա այլ բարերարներին է պատերազմ հայտարարում ու հայ ժողովրդին։ Բայց միգուցե դրա մեղավորը եւ բարերարներն են, եւ մենք ենք, եւ եկեղեցին է, մենք եւ հասարակությունն է, որ ինքը դեռ եթե վարչապետը բա պետք է ասի։ Հիմա խոսելու ժամանակներն ավարտվել են, էլի։ Քաղաքականության մեջ կարևորը ոչ թե զազրախոսելն է, այլ արդյունքն է։
Տեսնենք, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, ուրեմն Հայաստան չի լինի դասական առումով, ինչ ասեմ, ես բարդ է իրավիճակը, չեմ կարող ասել։ Հաշվարկված քայլերի թվին է պատկանում նաև առաջիկայում Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ Չեմ կարող ասել ինչ օրակարգով է գնում։ Հայ-Ադրբեջանը ըստ 24 նյուզի դիվանագիտական աղբյուրի։ Ես գիտեմ, որ 24 նյուզը 2 օր առաջ առաջինն է դրա մասին ասել, հա, առաջինը դուք եք ասել, այնտեղ կնայել եմ, ասել եք, որ բանի թեման դուրս է գալիս, չէ, այնտեղ մի հատ թեմա դուրս է գալիս, բայց փոխարենը սահմանության թեման դուրս է գալիս, բայց այնտեղ մի հատ ուրիշ թեմա մտնում է։ Նիկոլ Փաշինյանը ինքը ինչ պետք է բանակցի Թուրքիայում։ Այսինքն ինչ եք սպասում Նիկոլ Փաշինյանից։ Ինքը արդեն ամբողջությամբ Հայաստանը տարել է թուրքական իշխանության տակ է դրել։ Հայաստանը ռուսական ազդեցությունից դարձել է թուրքական աշխարհի մաս, դժբախտաբար։ Նիկոլ ասում է Ռուսաստանը պատերազմի մեջ է, Իրանը փաստորեն այսօր էլ պատերազմի մեջ է, մենք այլ ընտրանքներ պետք է փնտրենք, մենք այլ ընտրանքներ փնտրելու ճանապարհին ենք։ Թուրքիան էլ ներս բաներ, էլի պատերազմից հեռու էր, էլի Կիպրոսը պապս էր օկուպացրել, Սիրիան պապս էր մտել, հա, կամ իրա։ Նես Թուրքիան էլ խաղաղասեր ապրում է։ 44 օրյա պատերազմում խոսքի ուրիշ երկրի բայրակթարներն են խփում։ Նես Թուրքիան էլ մաս Թերեզան է, մենք էլ վրեքներից խաբար չկա։ Ահա երկխոսության այլ ընտրանքը ո՞րն է։ Երկխոսությունը, բայց սա երկխոսություն չի, սա մենախոսություն է։ Նիկոլ Փաշինյանը կրկնում եմ, ինձ մի կետ կարող եք ասել, որ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերություններում այս վերջի 7 տարում սպասարկել է Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Մենակ չասեք, պատերազմը կանգնացրել է։ Պատերազմը գիտեք ստրկության մեջ էլ է պատերազմը։ Օրինակ Ստամբուլի հայկական համայնքը խաղաղ ապրում է։ Ես պետական գործիչ եմ եղել, ես էմոցիոնալ հայտարարությունների կողմ չեմ, դեմ եմ, պանիկային դեմ եմ, երկում հայ-թուրքական հարաբերությունները շատ կարևոր են, բայց մենք կարմիր գծեր պետք է ունենանք։ Նիկոլ Փաշինյանի թիմը բոլոր կարմիր գծերը տրորելով մեզ ներկայացնում է, որ սա երջանիկ ապագա, իսկ ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպանը, ես չգիտեմ իրենք ինչ են քննարկելու, շատ հարգելով ձեր դիվանագիտական աղբյուրը, ես չգիտեմ Էրդողանը իր դեմ ինչ է դնելու կամ ինչ են պայմանավորվելու։ Միգուցե Նիկոլ Փաշինյանն օդու ջրի պես պետքա խաղաղության պայմանագիր, ինչ-որ մի հատ դեկլարատիվ փաստաթուղթ, եւ նա գնում է դիմում է Էրդողանի միջնորդությանը, որովհետեւ վաղուց արդեն նրա իշխանությունը Էրդողանի հովանոցի տակ է։ Էս է միակ տարբերակը, որովհետեւ 26 ընտրություններից առաջ կամ մինչեւ դրան անհրաժեշտ է մի բան։ Խաղաղության պայմանագրի անունով մի փաստաթուղթ, որ ժողովրդին կերակրի, որ ես ձեզ բերել եմ խաղաղություն։ Բայց դա լինելու է թուրք-ադրբեջանական ու ստրկացում կոպիտ ասված նոքիարություն, լավ։ Ներքաղաքական հարցերին անդրադառնալով նաև հայտնի դարձավ, որ Ուրցաձորի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին են ձերբակալել, դուք տեղեկություն ունեք, ինչ հիմքով են ձերբակալել։ Տեղեկություն չունեմ, բայց Ռաֆիկ Անդրեասյանի քաղաքական ակտիվությունը, նրա ընդդիմադիր ու ազգային կեսվածքը հաշվի առնելով մի գրամ կասկած չունեմ, որ սա քաղաքական դրդապատճառներով իրականացված հերթական ձերբակալումն է։ Շնորհակալություն։ Հարգելի հետևողներ, այս հետևելու